կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարև ձեզ, առաջին լրատվականը շարունակում է իր աշխատանքը եւ ուղիղ եթերում նյուանսներն են։ Հայաստանի նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը հանրությանը ներկայացնում անվտանգային եւ տնտեսական զարգացման իրենց հայեցակարգերը եւ հանրությանը հատկապես ուզում է արտաքին քաղաքական դիսկուրսը, մասնավորապես նաեւ թրիփը։ Հայ ազգային կոնգրեսը մասնակցում է այս ընտրություններին խելամիտ ուղի Հայաստանի համար կարգախոսով եւ այդ խելամիտ ուղու նյուանսները տաղավարում կքննարկենք Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք այս քարոզարշավի ընթացքում պատկերացնում եմ որքան զբաղված եք։ Դուք իսկ հասցնում եք, ես իհարկե հետևում եմ, բայց ինչպես են ընթանում հանդիպումները հանրության հետ, հարցեր, քննարկումներ, որովհետև դրական վերաբերմունքը ժողովրդի ակնհայտ է, այդ պահը շատ կարևոր է, որ մտնում ես արդեն սենց ասել էլի, ընտրական ուղիղ կոնտակտի մեջ ժողովրդի հետ, այդ ժամանակ ստուգվում է, թե ինչ մոտավորապես պատկերացում ունեն, ես շատ բարձր եմ գնահատում ճանաչելիությունը մեր կուսակցության եւ տեխնոլոգիայի կներեք մի քիչ ավելորդ անհամեստության համար երկրորդը շատ դրական է վերաբերմունքը իսկապես եւ առաջին բաները այդպես տպավորությունները բավականին լավ են։ Եվ ինչպես նշեցի, այս ընտրություններին դուք գալիս եք խելամիտ ուղի Հայաստանի համար կարգախոսով, որոնք են այդ խելամիտ ուղու երեք այն կարկառուն կարևորագույնությունները, որը կազմում է կորիզը եւ հանուն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրողը պետք է ձեզ ձայն տա։ Լավ, եթե փորձեմ 3-ի մեջ տեղավորել, որովհետև դուք իմ առաջ դրեցիք նման առաջադրանք, ես կասեի, որ այդ խելամիտ ուղին մեր մոտ դառնում է նաև երկաթուղի, նկատի ունեմ Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումը, որը մեր կարծիքով կդառնա եւ անվտանգության տեսակետից եւ խաղաղության ինքնիշխան խաղաղության տեսակետից շատ կարևոր երաշխիք, որը կապահովի մեր անկախությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից ստրատեգիական կոմունիկացիաների առումով, ինչը թույլ կտա նաեւ բանակցային դիրքերում շատ ավելի ուժեղ լինել եւ ընդհանրապես խուսափել հնարավոր ճնշումներից եւ տնտեսական նաեւ այլ տիպի լծակների գործարկումից մեր վրա Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, որպեսզի այս անդադար զիջումների բանը շղթան մենք վերջապես կարողանանք կանգնացնենք, բայց ինքը նաև կունենա շատ լուրջ սոցիալ-տնտեսական զարգացման նշանակություն եւ հետևանքներ, որովհետեւ կդառնա տրանզիտային ուղի Սև ծովը միացնող Պարսից ծոցի հետ, Հայաստանի կապը կհաստատի գլոբալ հարավի հետ, այսինքն մեկ երկրի միջոցով մենք դուրս կգանք Հնդկական օվկիանոսի նավահանգիստները, որը շատ կարևոր է, որովհետև այնտեղ մոտավորապես տնտեսական հաշվարկով մի 50%-ի բանի այդ հաղորդակցության գին ենք իջացնում, ինչը դարձնում է մեր ապրանքները ավելի մրցունակ դրսի շուկաներում եւ սպառման ապրանքները Հայաստանում նույնպես էժանանում են, այսինքն եւ դա բերում է ու պատկերացրեք, որ մենք կառուցում ենք այդ երկաթուղին, որը անցնում է Զանգեզուրով, այդ անցնում է, ասենք, Գագարինից, չգիտեմ, Կապանով, Գորիսով, Մեղրի, Ագարակ, այդ ամբողջ երկայնքով ակտիվանում է գործարարությունը, այդ քաղաքները ձեռք են բերում շատ լուրջ նշանակություն, այսինքն նաև ստեղծվում է
էկոսիստեմ մի հատ sense տնտեսական, այդ երկաթուղու շուրջը, որը նույնպես շատ կարևոր է զարգացման համար։ Ուրեմն սա մեկ, առաջին մեխը դա հայ-իրանական երկաթուղու կառուցումն է։ Հա, մի բան էլ այս նույն հարցում դա նաև աշխարհաքաղաքական կայունություն է բերում Հայաստանին, որովհետև մենք վստահ ենք, որ BRICS-ը ինքը շատ միակողմանի գործընթաց է եւ ինքը ծառայում է ներողություն Այ սրա վերաբերյալ ես գնահատեմ որ հարց ունեմ, որտեղ ձեր բանաձևը որ ձևակերպում եք, այսինքն TRIP գումարած BRICS, ճիշտ եմ հասկանում, պարտավորություններ ընդունում ենք TRIP-ի վերաբերյալ, բայց որպեսզի աշխարհաքաղաքական բարձեցնեմ բալանս լինի, պետք է նաև լինի BRICS, բայց միևնույն ժամանակ ուզում եմ հիշեցնել, որ ձեր նախընտրական ցուցակի երրորդ համարը Տաթև Զորյանը Civilnet-ին տված հարցազրույցում նշեց, որ TRIP-ը Հայաստանին պարտադրված ակցիան է Հակառուսաստանի եւ Ամերիկայի կողմից եւ Հայաստանին այն ակցիանի մեջ է դնելու քաղաքական ակցիա եւ պետք է չեղարկել։ Դուք նշում եք, որ պարտավորությունները ընդունում եք։ Ինչ որ ասեցիք ճիշտ է, բացի նշել է, որ պետք է չեղարկել։ Ուրեմն այնտեղ ինքս ուղղակի այլ հարցի է պատասխանել, շփոթմամբ ստեղծվում է տպավորություն, որ խոսքը հենց չեղարկելու մասին հարցին է, ինքը հա պատասխանում։ Իրականում բացարձակ այս բան չկա, եւ ես չեմ կարծում, որ դուք պետք է ձեր տեղեկությունը մեր դիրքորոշման մասին վերցնեք մի էպիզոդից ինչ որ մի հարցազրույցում, որտեղ կարող է թյուրընկալման կարիք ստեղծվի, որովհետև իրականում մեր դիրքորոշումը շատ մանրամասն եւ հիմնավորված ներկայացված է մեր ծրագրի մեջ, այսինքն ինձ թվում է դուք ավելի ճիշտ կլինեիք հիմնվեիք դրա վրա, երբ որ Հանրության մոտ հարցեր առաջանում պարզապես չեղարկվում է թե դրա մասին խոսանք, բայց դուք չեք մոռացել, չէ՞, որ 3 բան եք ուզում։ Մենք վերադառնալու ենք, ընթացած հարցեր։ Սա քննարկենք, հետո անցնենք 3։ Կարող ենք ինչպես նախընտրել։ Ոնց դուք ուզեք։ Եկեք սա ավարտենք, որովհետև BRICS-ի վերաբերյալ եւս մի շարք հարցեր են հնչեցնում, աշխարհաքաղաքական բալանսի վերաբերյալ։ Ուզում եք առաջին այտենց ինչ սպառենք, ինչքան որ ձեզ հետաքրքրում է, հետո անցնենք մյուս քայլերին։ Ուրեմն մենք այն որ BRICS-ը ներողություն TRIP-ը միակողմանի աշխարհաքաղաքական պրոյեկտ է, դա ակնհայտ է։ Նրա հետևում կանգնած են Միացյալ Նահանգների, Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի շահերը եւ այդ պրոյեկտի իրականացումը աշխարհաքաղաքական ռումբ է դնում մեր այս խաղաղության տակ։ Ինչու՞, որովհետեւ այո, այդ պրոյեկտը նպատակ ունի Իրանին մեկուսացնելու եւ նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղելու հարավային Կովկասից, իսկ դա նշանակում է, որ առաջանում է այդ պրոյեկտի իրագործման բավականին լարված աշխարհաքաղաքական կոնֆլիկտ, որը կարող է բերի շատ ծանր հետևանքների Հայաստանի համար եւ պրոքսի պատերազմների ծավալման առումով եւ խաղաղությունը պայթեցնելու առումով, որովհետեւ շատ լուրջ գերտերությունների շահերը ըստ էության անտեսված են, ինչպիսիք են, ասենք, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Հետևաբար մենք ասում ենք, այո, դա պարտադրված, ուզում եք ակցիան գործածեք, ուզում եք ինչ արեք, բան է, պրոյեկտ է, բայց մեր մոտեցումը հետեւյալն է, որ Նիկոլ Փաշինյանը ահավոր բանակցող է, որ իրականում նա ընդամենը ընդունել է այն ինչ որ իր վզին փաթաթվել է, դա փաստ է, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք որպես պատասխանատու քաղաքական ուժ, որ եթե դու գալիս ես իշխանության, դու չես կարող հրաժարվել ինչքան էլ վատ, բայց եւ ինչքան էլ պարտադրված, բայց արդեն ստանձնած միջազգային պարտավորություններից, ուղղակի դու պետք է այնպես անես, որ այն թուլությունները ու այն խնդիրները, որ այդ պրոյեկտը բերում է, այն առումով, որ ինքը խոցելի է որպես Քանի որ չկա Ռուսաստանի շահերը։ Որովհետև ինչ մենակ Ռուսաստան, ես կարծում եմ մի քանի Չինաստանի, Իրանի, բայց Իրանի, Հնդկաստանի։ Բայց BRICS-ում իրանք իրար, այսպես ասած, կոտորում են։ Բոլորը միասին թշնամի են, Էմիրատները Իրանին, Հնդկաստանը, Չինաստանի պատկեր։ Այսինքն թաթերաբեմ ենք դարձնում Հայաստանը տարբեր ուժերի համար։ Այդ 3+ BRICS-ը դա պայմանական բան է, որ ավելի հեշտ տենց անունը ընկալվի, դրվի։ Բնականաբար մենք չենք համարում, որ BRICS-ը դա մի հատ ինչ-որ շատ միավորված եւ
ընդհանուր քաղաքականություն ունեցող մի բան է, ընդհանրություն է, բացարձակապես առավել ևս որ ոչ հարավային Աֆրիկան, ոչ էլ Բրազիլիան այստեղ շատ մեծ շահեր չունեն, հենց որ BRICS-ը շատ պայմանական է։ Մենք նկատի ունենք այն երկրները, որոնց մասին ես խոսացի, եւ այստեղ խոսքը նրա մասին է, որ քանի որ ստեղծվում է այդ աշխարհակաղակական կոնֆլիկտը, ու այդ կոնֆլիկտը ստեղծվում է մեր տարածքի վրա, մեր ինքնիշխան տարածքի վրա, որովհետև Սյունիքի տարածքը այսօր ձեռք է բերել աշխարհակաղակական նշանակություն հենց այն առումով, որ տարբեր գերտերություններ հետաքրքրված են այն շահագործելու որպես տրանզիտային տարածք։ Եվ մեր ասածը հետևյալն է, քանի որ դա մեր ինքնիշխան տարածքն է, մենք ոչ թե պետք է ընդունենք մեկի կողմը եւ ինչ որ միակողմանի պրոյեկտ գործածենք, որը ռումբ է դնում եւ անկայուն է դարձում խաղաղությունը, այլ մենք պետք է մեր տարածքի վրա ներդաշնակեցնենք գերտերությունների շահերը, այնպես որ մոտավորապես բոլորի մոտ win-win իրավիճակ ստեղծվի Հայաստանի տարածքում, դրանով խուսափելով եւ պրոքսի պատերազմից մեր տարածքում եւ ավելի շատ նպաստելով նրան, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությանը եւ ներդրումների կատարմանը։ Հետեւաբար, մենք ասում ենք թրիփին պետք է ավելացնել այս երկաթուղու կառուցումը, պետք է ստեղծվի միջազգային կոնսորցիում, որը դա պետք է իրականացնի փաթեթավորության իրավունքներով, դրա մեջ կարող են մասնակցել ըստ էության բոլոր շահագրգռված երկրները, ոչ միայն BRICS-ի իմ նշված երկրները, այլ նաև Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Թուրքիան, Ադրբեջանը, ինչու՞ չէ Վրաստանը, մոտավորապես սա խոսքը նման մի բանի մասին է, որը տեղի էր ունեցել 1994 թվականին, երբ որ մեծ կռիվ էր գնում ադրբեջանական նավթի շահագործման համար, այդտեղ բախվում էին աշխարհակաղակական շահերը եւ քանի դեռ դրանք ներդաշնակեցված չէին, Ադրբեջանը ուղղակի ցնցումից ցնցում էր անցնում, բայց 1994 թվականին Հեյդար Ալիևին հաջողվեց կյանքի բերել այսպես կոչված դարի գործարքը, որտեղ բոլոր այդ պայքարող գերտերությունների համար ինչ որ մի հատ փայատիրության սկզբունքով ներդաշնակվեցին բոլորի շահերը, այդ թվում ամերիկացիք ստացան ինչ որ բան, ֆրանսիացիք, ռուսները, Իրանը, եւ դա անմիջապես վերջ դրեց անկայունությանը Ադրբեջանում եւ սկսվեց այն ժամանակաշրջանը, որի շնորհիվ Ադրբեջանը հետո զարգացրեց իր նավթային ինդուստրիան, ձեռք բերեց այդ բոլոր նավթադոլարները եւ ցավոք խախտեց ռազմական բալանսը հօգուտ իրեն, նկատի ունեմ Հայաստանի հետ։ Հիմա մենք առաջարկում ենք, մեր պրոյեկտը հենց նման մի բան է, մենք պետք է հասկանանք, որ միակողմանի աշխարհակաղակական լուծումը դա ստեղծելու շատ անկայուն խաղաղություն, մյուս գերտերությունները փորձելու ամեն ինչ անելու են իրենց շահերի համար բնականաբար, որ պայթացնեն դա, իսկ այդ ներդաշնակեցման պրոյեկտը, որը մենք ենք առաջարկում, մենք հակառակը կունենանք երկարատև, հարատև եւ կայուն խաղաղություն։ Բայց միևնույն ժամանակ կա հայտնի մի բան, երբ դու շատ տարբեր մի գործընթացի մեջ որքան անհայտներ ավելանում, այնքան process-ը անկառավարելի է դառնում։ Հատկապես հիմա, երբ մենք տեսնում ենք նաև թուլացած Ռուսաստան, մենք խոսում ենք, տեսեք, նույն Ռուսաստանի շահերի համար, շահերի մասին, բայց որքանով են նույն երկրների Ռուսաստանի շահերը, այսօր որքանով են մուտնում նույն Հայաստանի շահերը։ Լսեք, այսօր ռեգիոնում թուլացած է ոչ միայն Ռուսաստանը, այսօր ահավոր թուլացած է Միացյալ Նահանգները, որ հատկապես այս իրանական պատերազմից հետո, որը ավարտվեց բոլոր լուրջ մասնագետների գնահատականով պարտությամբ Միացյալ Նահանգների համար, որովհետև պարզվեց, որ իրենք անգամ չեն կարողանում երաշխավորել սեփական բազաների անվտանգությունը, ել չենք խոսում իրենց դաշնակիցների անվտանգությունը, ներառյալ Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Քուվեյթին, Քաթարին, Էմիրատներին եւ այլն եւ այլն։ Եվ պարզվեց, որ անզոր է Միացյալ Նահանգները սպառելով իր հրթիռային պաշարի կեսը, դրանից հետո էլ մեկը չի կարողանում լուծել Հորմուզի նեղուցի այդ տեսնեք, այլ իրականություն ենք ապրում։ Դուք Ադրբեջանի օրինակն եք բերում, բայց այնժամանակ լրիվ այլ դասավորվածություններ աշխարհակաղակական այլ բալանսերից ընդհանրապես ուզում եմ ասեմ, թուլացած են բոլորը։ Դուք ասացիք։ Այո, թուլացած է։ Ռուսաստանը թուլացած է, Միացյալ Նահանգները, Իրանը ուժեղացած է։ Եվ այդ պարագայում մենք ինչպես ենք կարողանալու մենք փոքրիկ Հայաստանը բալանսավորելու, ինչպես այդ խաղացողների մեջ թույլ չտալ, որ չդառնան պատերազմ։ Առավել եւս
կարևոր է դառնում բալանսավորման քաղաքականությունը եւ այդ փայտիրական սկզբունքներով այդ գերտերությունների շահերի ներդաշնակեցումը։ Օրինակ մենք շատ լավ գիտենք տարբեր դիվանագիտական կանալներից, որ Եվրոպական միությունը, մասնավորապես Ֆրանսիան, շատ էլ հետաքրքրված է, ասենք, Իրանի հետ կոմունիկացիա ստեղծելու գործով Հայաստանի միջոցով եւ դա զարմանալի չի։ Եվ շատ հաճախ անգամ կարելի է իմանալ, որ ֆրանսիացիք այդքան էլ ոգևորված չեն TRIP-ի պրոյեկտով, մասնավորապես։ Հիմա մեր նպատակն է, այո, այդ շատ բարդ գործ է, շատ բարդ գործ է, բայց դիվանագիտության մեջ հեշտ գործ չի լինում։ Հատկապես մի պարագայում, երբ որ Հայաստանը այսօր հայտնվել է մի վիճակում, երբ որ նրա անվտանգությանը սպառնում են մեծ գլոբալ պատերազմներ, օրինակ Եվրոպական միության եւ Ռուսաստանի պատերազմը, որը ամեն րոպե ոնց որ կարող է տարածվի նաեւ Հայաստանի տարածքի վրա, կամ Ամերիկա-իրանական պատերազմը, որը դեռ ավարտված չի, ինչ որ իմաստով, առաջի փուլը ոնց որ ավարտվել է, ես կարծում եմ շատ մեծ շարունակություններ չպետք է ստանա, որովհետեւ նորից եմ կրկնում, Ամերիկան սպառել է իր հերթերային պաշարի կեսը եւ նոր գործողությունների գնալը տապալելով առաջի этаպը դա կարող է շատ ավելի թանկ նստի Միացյալ Նահանգների վրա հետեւաբար չեմ սպասում շատ լուրջ ռազմական գործողությունների ծավալմանը, բայց խնդրեմը կա, կոնֆլիկտը կա, լուծված չի, մասնավորապես դուք էլ գիտեք, որ TRIP-ի իրականացման ռեալ գործընթացները արդեն սառեցված են, կանգնեցված են, այն ինչ որ պետք է արվեր, այլևս չի արվում, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ այստեղ խնդիր կա, Իրանը ինչ որ իմաստով ուժեղացրել է իր դիրքերը բանում, ռեգիոնում, առավել եւս դարձնում է կարևոր իրատեսական մեր տեսակետը նրա մասին, որ պետք է գնալ ներդաշնակեցմանը այդ շահերի։ Բարդ process է, բայց մի մոռացեք, որ խոսքը գնում է մեր սուվերեն տարածքի մասին։ Այսինքն դա մեր ամենակարևոր լծակն է, սա մեր սուվերեն տարածքն է, այստեղ լուծումները մենք կարող ենք փնտրել բոլոր իհարկե գերտերությունների հետ, եւ եթե դու կարողանում ես հավասարակշռել, ներդաշնակեցնել, իսկ դա հնարավոր է, դու այդտեղ դու դառնում ես ինքնիշխան երկիր։ Բայց երբ համատում ենք այդ երկու նույն տեսակ սուվերեն, ես ուզում եմ հետ գնալ եւ հիշել նույն ամսի 9-ի այդ պայմանագիրը, հայտարարագիրը, եւ բոլոր ասում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ Ռուսաստանի, երբ նշում են, որ սուվերեն տարածքի կորուստ, միջանցքային տրամաբանություն, Զանգեզուրի միջանց, եւ դրան հակադրվում էր TRIP-ը, որ ամբողջությամբ պաշտպանում էր մեր սուվերենությունը, բայց միևնույն ժամանակ ամբողջ քաղաքական դաշտը հայտարարում էր, որ մենք չպետք է ընդունենք TRIP-ը եւ պետք է վերադառնանք ամսի 9-ի, նոյեմբերի 9-ի այդ հայտարարագրին կապիտուլյացիան համաձայնագրին։ Մենք էլ էինք դες բան հայտարարում։ Խոսքը դիմադիր դաշտի քաղաքական դաշտից հարցրեք այդ ձեր հարցադրումները։ Ես նկատի ունեմ, որ միշտ հայտնվում են դիսկուրսներ առայն, որ այս նախագիծը լավ է, չէ։ Նախ դուք կարծում եմ մի քիչ սխալ բան ասացիք, ասելով, որ TRIP-ը երաշխավորում է մեր տարածքային ամբողջականություն։ Ճանաչում է մեր տարածքային ինքնիշխանությունը նկատի ունեմ։ Ինքնիշխանությունը նա չի երաշխավորում, ավելին ձեզ ասեմ, եթե դուք ուշադիր կարդաք հունվարի 14-ին ընդունված փաստաթուղթը TRIP-ի ընկերության TRIP զարգացման ընկերության ստեղծման մասին, այնտեղից պարզ է լինում, որ առաջիկա 50 տարում ստեղծվում է մի ընկերություն, որի 74%-ի փայտիրությունը պատկանում է Միացյալ Նահանգների կառավարությանը, մնացածը Հայաստանին, բայց այդ հələ առաջի խնդիրն է, թեև արդեն խնդրեմ է, որովհետև ինչու պետք է 51%-անոց վերահսկողական փաթեթը չպատկաներ Հայաստանի կառավարությանը, բայց ասում եմ, դա մեկ բան է խնդիրը։ Երկրորդ խնդիրը, որ ավելի կարևոր է, այնտեղ կա մի դրույթ, ըստ որի այն գոտում, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, որտեղ պետք է ստեղծվի այդ բաները, կոմունիկացիաները, ահա այդ գոտում TRIP ընկերությունը ստանում է բացառիկ իրավունքներ նախագծման, շինարարության, անգամ փողահավաքի եւ բազմաթիվ այլ բաների։
որը ըստ էության նշանակում է մեր ինքնիշխանության խախտում։ Այդ փաստաթղթում 17 անգամ օգտագործվում է ինքնիշխանության բառը, բայց միայն այս դրույթը ոչնչացնում է այդ 17 օգտագործումը, որովհետև այդտեղ հարց է ծագում։ Եթե մենք ինքնիշխան ենք նաև այդ գոտում ստեղծվելիք, ուրեմն մենք պետք է իրավունք ունենանք բացարձակ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով օրինակի համար կառուցել երկաթուղի, որը Երևանը կամ Հայաստանը կկապի Իրանի հետ։ Բայց եթե այդ հուշագրի բաները, պայմանավորվածությունները դառնան պայմանագիր, այսինքն ձեռք բերեն նաև պարտադիր միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր ուժ իրավական, դա կնշանակի, որ Հայաստանի կառավարությունը զրկվում է իր իրավունքից, օրինակի համար, եթե TRIP-ի ղեկավարությունը, TRIP ընկերության զարգացման, TRIP զարգացման ընկերության ղեկավարությունը, իսկ ղեկավարությունը բնականաբար ամերիկացիք են, օրինակի համար հաշվի առնելով իրենց կոնֆլիկտը Իրանի հետ եւ խնդիրները, օրինակի համար արգելում է, ինքը ունի բացառիկ իրավունք, նորից եմ հիշեցնում, արգելում է այդ պրոյեկտի կառավարումը, ինչ է կատարվում մեր ինքնիշխանության հետ, ինքնիշխանությունը ավարտված է։ Հետևաբար ինքնիշխանության կորուստ մենք ունենք եւ նոյեմբերի 9-ի բանով կարգավորմամբ եւ TRIP-ի կարգավորմամբ, բայց մի տարբերություն կար։ Գոնե նոյեմբերի 9-ի կարգավորմամբ ինքնիշխանության կորուստ ուներ նաեւ Ադրբեջանը, որը թույլ էր տալիս որոշակի սահմանափակում սեփական ինքնիշխանության ամբողջ Լեռնային Ղարաբաղի գոնե կեսի վրա, հա, այն որ պահպանել էինք մեր վերահսկողության տակ, գումարած Լաչինի Միջանցքի։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, նոյեմբերի 9-ի այդ հայտարարագիրը ավելի ձեռնտու էր Հայաստանին, քան TRIP-ը։ Որովհետև այս դեպքում TRIP-ը բնականաբար, ասեցի ինչու, որովհետև այնտեղ կար երկկողմանի սահմանափակում ինքնիշխանության նկատմամբ, այսինքն մենք ստանում էինք Ղարաբաղի երաշխավորը Ռուսաստանն էր, նույն երաշխավորը, նույն խաղապահուժերը, որը գործում էր Արցախում։ Դուք բանի մասին եք, չէ՞ հարցնում, պրոյեկտի մասին։ Այսինքն ես նախադեպի մասին երաշխավորի որակի մասին չենք, չէ՞ խոսում։ Մենք խոսում ենք երաշխավորի որակը կարևոր է։ Երաշխավորողը, եթե մենք ասում ենք երաշխավորի որակը ես Եթե մենք բերում ենք երաշխավոր, որը անորակ է, ի սկզբանե ինչ ենք բերում այդ երաշխավորին։ Երաշխավորի որակը, այսինքն առաջնային է։ Եթե մենք ունենք նախադեպ, որը երաշխավորողը, ես ձեզ ասեմ, երաշխավորը անորակ դարձավ ուկրաինական պատերազմի պատճառով, որովհետև միջև ուկրաինական պատերազմը Ռուսաստանը ամբողջությամբ ուներ բոլոր բանալիները Անդրկովկասում կարգավորման եւ Ադրբեջանն էր դա ընդունում եւ Հայաստանն էր դա ինչ որ պահից սկսել ընդունել, բայց այն պահից հետո երբ որ Ռուսաստանը շատ իմ կարծիքով սխալ որոշում ընդունեց ստրատեգիական առումով մտնելու Ուկրաինա եւ հետագայում պարզվեց, որ այդ պատերազմը դառնում է երկարատև մաշեցման մի պատերազմ, որը ըստ էության կլանում է Ռուսաստանի ռեսուրսները եւ նաեւ հնարավորությունները ազդելու ռեգիոնում, այդ պահից երաշխավորի որակը ընկավ, որովհետեւ օրինակի համար այդ նույն բանի խաղապահ զորքերը, որոնք տեղակայված էին առաջի օրերին Ղարաբաղում, դրանք բավականին մարտունակ զորքեր էին, բայց ուկրաինական պատերազմի կարիքներից ելնելով այդ մարտունակ մասերը ուղարկեցին Ուկրաինա եւ այնտեղ մնաց շատ ավելի ցածր որակի։ Շատ է, պարոն Զուրաբյան, բայց այդ դեպքում ինչ է լինելու նույն նոյեմբերի 9-ի այդ հայտարարությամբ այդ երաշխավորողի դիրքորոշումը, եթե այդպես թուլացավ ու ասեր, որ գիտես Հայաստան ջան, այս ամբողջ պետք է ամբողջ ինքնիշխանություն զիջենք Ադրբեջանին, կներեք ստեցություն, ես գնացի։ Ես համաձայն եմ, որ երաշխավորի հետ խնդիրներ կային, բայց ես ուզում եմ նաեւ հիշեցնեմ, որ ինչքան բացասական դեր խաղաց Նիկոլ Փաշինյանը իր որոշումներով, որովհետև ինքը խոսքը գրում էր փոխադարձ, չէ, բաների ինքնիշխանության սահմանափակման մասին, բայց ինքը չէր կատարում իր մասը։
եւ Ալիևը Ո՞ր մասը չի կատարել, Հայաստանը ո՞ր մասը չի տարածքով բայց փորձը ցույց տվեց, որ լավ էր, որ մենք գոնե այդ վերջին մասը չենք կատարել, որովհետեւ այլապես մենք դա պետք է հասկանանք, բոլոր պարտավորությունները, որ Հայաստանը կատարել էր, մենք դրա հետո կոնտրաստարտել բոլոր պարտավորությունները հենց այդ Հայաստանը չէր կատարել։ Խնդիրը այստեղ հետևյալն է, ես նորից եմ ասում, սա փոխադարձ ինքնիշխանության սահմանափակման խնդիր է։ Եվ Ալիևը 2-3 տարի զգուշացրել է, որ եթե դուք այդ բեղրի կոմունիկացիայի հարցը չեք լուծում, ես բլոկադայի եմ ենթարկելու, ես իմ մասը չեմ պահելու, ես բլոկադայի կենթարկեմ Լաչինը, կփակեմ Ղարաբաղը, իսկ հետո ընդհանրապես Ղարաբաղի հարցը կլուծեմ։ 2 տարի ինքը սպառնացել է դա։ Փաշինյանը գիտակցաբար գնաց այդ ուղղությամբ։ Շատ լավ։ Ես կասեի գոնե այդտեղ ինչ որ ստրատեգիական հաշվար կար, եթե ինքը կարողանար ըստ էության զոհաբերելով Ղարաբաղը, հա, ես ասում եմ դա շատ ցինիկ հաշվար կա, բայց եթե կար նման հաշվար, պահպանել այդ ինքնիշխանությունը Սյունիքում, բայց ինքը դա չկարողացավ անել, ինքը զոհաբերեց Ղարաբաղը եւ միևնույն է ստիպված է հանձնել ինքնիշխանությունը Սյունիքում, այսինքն ստացվեց այնպես, որ մենք հիմա Սյունիքը հանձնած է, դες ինքնիշխանությունը Սյունիքի հանձնած է, ճիշտ եմ հասկանում, առայժմ չի հանձնված, բայց տրիպի բանը իրագործումը բերում է Զանգեզուրի միջանցքի ստեղծման եւ մենք հենց դրա մասին ենք ասում, որ պետքա քայլեր ձեռնարկել, որպեսզի Զանգեզուրը, Սյունիքը դառնա ոչ թե Զանգեզուրյան միջանցք, այլ Զանգեզուրյան hub։ Այսինքն, այդտեղ եթե սկսում է գործել հանգույց երկաթուղիների արևելք, արևմուտք եւ հարավ-հյուսիս, այս ձևով մեր ինքնիշխանությունը շարունակում է գործել եւ այդ ձևով մենք ամենակարևորը ստանում ենք անկախություն Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումներից։ Սրա մասին է խոսքը։ Բայց եթե դա չարվի, այո, կստացվի հետևյալը, որ մենք ուղղակի իրագործեցինք ռուսական 9-րդ կետը, նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, ուղղակի այլ պատրոնաժի տակ։ Ամերիկյան։ Հա։ Ըստ ձեզ։ Շատ լավ, հասկանալի է։ Լավ, անցնենք երկրորդ կետերին, երկրորդ ձեր այդ ամբողջ հայեցակարգի կարևոր կարկառուն երկրորդ կետին։ Լավ, հիմա ես պետք է ընտրեմ երկրորդ կետը։ Իմ կարծիքով երկրորդ կետը դա տեխնոլոգիական հեղափոխության մեր նախագիծն է, որը ես կարծում եմ շատ կարևոր է հետևյալ առումով։ Պատկերացրեք, մենք լուծել ենք բոլոր մեր անվտանգության խնդիրները, խաղաղությունը հաստատված է, ընդ որում այս սցենարով ես մենակ դա եմ իրական համարում եւ ինքնիշխան խաղաղություն, որը ենթադրում է, ինչպես ասի, երկաթուղու ստեղծումը։ Հիմա այդ արել ենք, բացել ենք ճանապարհները, խաղաղությունը գործում է, ամեն ինչ լավ է։ Դա ինքնին իհարկե բավականին կաշուրացնի մեր տնտեսությունը, կլուծի ագին խնդիրներ, բայց աշխարհի պատմությունը եւ ես բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ Հաջում Չանգի գիրքը, դա հարավկորեական տնտեսագետ է, որը գրել է կապիտալիզմի կարճ պատմությունը, ուրեմն այդ գիրքը, որում բացատրվում է եւ ապացուցվում է, որ որևէ երկիր չի կարողանում զարգանալ ու լուրջ տնտեսական աճ ապահովել, եթե ինքը չի դառնում տեխնոլոգիական առաջընթացի կրողներից մեկը, այսինքն ինչ որ մի խորշային ուղղություններով ինքը ինչ որ տեխնոլոգիաներ սկսում է առաջ տանել, որը այդ երկրի տեղը ապահովում է, ասենց ասեմ, համաշխարհային տնտեսության ոչ թե ցածր տեղերում, այլ ամենավերև տեղերում, որը եւ բերում է բարեկեցություն եւ բարգավաճում ժողովրդի համար։ Եվ ահա շատ կարեւոր է, որ մենք հենց կարողանանք Հայաստանի խորշային տեխնոլոգիաների այդ տեղը գտնենք եւ որտեղ Հայաստանը կլինի առաջատարը եւ այդ տեխնոլոգիաները առաջ տանենք։ Մասնավորապես մենք նախատեսում ենք այնպիսի ինստիտուտի ստեղծում, ինչպիսին է միջգերատեսչական մի տեխնոլոգիական բարձրագույն խորհուրդ, որը պետք է որոշի
որ ուղղություններով մենք առաջարկում ենք, ասենք, ռոբոտոտեխնիկա, արհեստական բանականություն, չիպ դիզայնի եւ արտադրության ուղղությունը եւ մի քանի այլ ուղղություններ, որոնք այդ տեխնոլոգիական խորհրդի կողմից կառավարական կհամարվեն առաջնային եւ դրանց համար կսահմանվի պետական ֆինանսավորում R&D, այսինքն գիտահետազոտական աշխատանքների։ Մի պրակտիկա, որ ամբողջ աշխարհում ընդունված է, նկատի ունեմ իհարկե առաջատար երկրները, Միացյալ Նահանգներ եւ այլն, պետությունը ինքը ֆինանսավորում է իր մասնավոր ընկերությունների տեխնոլոգիական առաջնագծում գտնվող տեխնոլոգիաների ընկերությունների այդ բանը R&D գիտահետազոտական աշխատանքները։ Սա, ասենք, մի կարևոր բան, մտավոր սեփականության ինստիտուտի ամրապնդման խնդիրը, մի քանի այսպիսի քայլեր, նաև e-governance-ի, այսինքն թվային պետության քայլը եւ ով ուզում է ավելի մանրամասն ծանոթանալ, խնդրում եմ մտեք anc.am մեր կայքը, որտեղ այդ ծրագիրը ամբողջությամբ ներկայացված է, բայց եթե կարճ ձեզ ներկայացնեմ, խնդիրը այն է, որ մենք մի քանի ռազմավարական գործիքով իրականացնում ենք տեխնոլոգիական հեղափոխության գործընթացը Հայաստանում։ Սա դες երկրորդ բանը։ Շատերն հուսում են հենց արտաքին քաղաքականության վերաբերել, հուսամ երրորդը կլինի նաև դրա վերաբերյալ։ Չէ, երրորդը ավելի շատ վերաբերվում է մեր պետության, պետական, տնտեսական, քաղաքական ամբողջ համակարգի առողջացմանը։ Դրա մեջ որպես բաղադրիչ կա սահմանադրության փոփոխությունը դեպի կիսանախագահական խորհրդարանական համակարգը, որը զսպումների եւ հակակշռերի մեխանիզմ հաստատում Հայաստանում նորից եւ իշխանությունը չի կենտրոնացում անձնիշխան ձևով մեկ մարդու ձեռքերում, ոնց որ հիմա Հայաստանում է։ Սա մեկ, երկրորդը մենք այնտեղ մտցնում ենք կառավարման շնորհապետական համակարգի ձևավորման հետ մի կապված մի ամբողջ սկզբունքների շարք եւ բացի դրանից մենք ունենում ենք բազմաթիվ այլ կառավարման հետ կապված փոփոխություններ, որոնք առողջացում են այն միջավայրը, ստեղծում են ներառական պետություն, ստեղծում են մի պետություն, որտեղ բիզնեսները զգում են իրենց նպաստավոր պայմաններում, քաղաքացին իրենց զգում է նպաստավոր պայմաններում եւ այլն եւ այլն։ Այդտեղ օրինակի համար շատ կարեւոր կետ է, քանի որ խոսում ենք նորից առողջացման մասին, դա բանի խաղամոլության եւ թմրամոլության դեմ պայքարը, որը բարձի դողի վիճակում է, ոչ ոք դրա մասին չի խոսում, ես ուսումնասիրել եմ բոլորի ծրագրերը, ոչ միտեղ չկա, իսկ մենք ունենք հատուկ լուրջ բաժին դրան ուղղված, որովհետև դա ժանտախտ է, որ այսօր խժռում է մեր հասարակությունը, մեր ընտանիքները, մարդկանց վիճակը ընդհանրապես գնալով ավելի է բարդանում, եւ ոչ միայն մարդկանց անհատապես է խժռում, նա խժռում է նաեւ մեր պետական պոտենցիալը եւ հոգեվոր եւ տնտեսական եւ ռազմական։ Հետևաբար մենք շատ դա կարևորում ենք նաեւ այդ ուղղությունը, հաշվի առնելով, որ այսօր Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ըստ էության դարել է հովանավոր եւ թմրամոլության եւ թմրաբիզնեսի Ինչ առումով, այսինքն ամենաբարձր պաշտոնյաները հովանավորում են ըստ ձեզ։ Եվ խաղամոլության։ Այո, օրինակի համար ձեզ երևի հայտնի է, որ Ալեն Սիմոնյանը եւ մի շարք այլ քաղաքացիական պայմանագրի պաշտոնյաներ գնացել են եւ բանի այդ արցանց կազինոների տերերի հաշվին ֆրֆրացել են Հունաստաններում, Միկոնոս բանում, այդ կղզում, իսկ հետո եկել են եւ օրենսդրությունը սասեցրել են նրանց գերշահուց ստանալու նպատակներին։ Դրա դեմ ընդվզել է իդեպ քաղաքացիական պայմանագրի հայտնի անդամներից մեկը, Շիշ Բռնողը հայտնի, եղել են շատ լուրջ բախումներ, անգամ ազգային ժողովի հանձնաժողովներում, վերջը այն ա եղել, որ այդ մարդուն ուղղակի դուրս շպրտեցին քաղաքացիական պայմանագրի թիմից, հենց դրա համար, որտեղ ինքը փորձեց այդ համակարգի դեմ եւ թմրամոլության հովանավորման եւ խաղամոլության հովանավորման այդ
համակարգի դեմ ինչ որ քայլեր ձեռնարկել։ Իսկ դուք դիմել եք հակակոռուպցիոն կոմիտե կամ նման այս հայտարարություններով, եթե ունեք նման տեղեկատվություն, դա շատ կարևոր տեղեկատվություն։ Այդ տեղեկատվությունը դուք էլ ունեք։ Այդ տեղեկատվությունը ունեն բոլորը։ Այսինքն դա ուղղակի ես հիմա համադրում եմ փաստերը։ Բոլորը գիտեն, որ այդ մարդիկ գնացել են, ֆրֆրացել են, հիմա կներեք, այսինքն մենք ինչ անենք, հակակոռուպցիոն բանին հանձնաժողովին դրթենք նրան, որ իրանք հետա քննեն այդ բաները, շահերի բախման դեպքերը եւ այլն, այդ եք ասում։ Դե եթե հայտարարություն է արվում, որպես կանոն, սովորաբար դրանց հետևից այսինքն ես հենվում եմ հրապարակայնորեն հայտնի փաստերի վրա։ որ գնաց։ Ես հենվում եմ, հա։ Եկեք համադրենք փաստերը։ Եթե գնացել են հանգստանալու հունական կղզիներ, դա դեռևս չի նշանակում, որ մենք չենք կարող մերկապարանոց հայտարարություններ անել առանց որևէ փաստացի ապացույցի, որ ֆինանսավորվել է։ Ինչ են ասում դրան, գնահատողական դատողություն է։ Ես վստահ եմ, համադրելով այս փաստերը, որ այդպես է։ Մնացածը կներեք արդեն քննչական մարմինների գործն է, բայց քննչական մարմինները գտնվում են Նիկոլի անձնիշխանության այս պայմաններում, նրա լիակատար վերահսկողության ներքո եւ բնականաբար այդ բանով չեն զբաղվի։ Արդեն կան դեպքեր, երբ որ եւ հակակոռուպցիոն բանը հանձնաժողովը եւ այլ կարևոր մարմիններ ուղղակի հրաժարվում են վարույթ հարուցել, ասենք անգամ ընտրական այս խախտումների նկատմամբ դրա մասին Ազատություն ռադիոկայանն էլ է խոսել։ Հիմա կներեք, մի հատ էլ sense սխեմա կա, չէ՞, դուք դրա մասին Ազատություն ռադիոկայանն էլ գրեց, Հետկոնլայնն էլ գրեց, որ բիզնեսները, խոշոր բիզնեսները մուծվում են, այսինքն սկզբից չեն մուծվում, սկզբից ստանում են հարկային արտոնություններ, որից հետո մուծվում են քաղաքացիական պայմանագրին եւ Իմ քայլ հիմնադրամին։ Այդ սխեման բացահայտված է։ Ոչ մի գործ այդ ուղղությամբ չի արվում։ Ու տենց բազմաթիվ սա մի հատ ահավոր կոռուպցիոն համակարգ է, որը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի հովանավորության տակ, փաստերը հայտնի են, մարմինները պետական, որոնք դի զբաղվեն, կան, բայց չեն զբաղվում։ Հիմա ինչ անենք։ Դու գիտեք օրինակի համար, որ այդ արտոնությունները, օրինակի համար 35% արտոնությունները տրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններին կամ ասենք բանին իր ընտանիքին պատկանող կամ ասենք Միքայել եւ Ֆրանց Վարդանյաններին պատկանող այդ ձեռնարկություններին 35% իրանց է տրվել։ Հիմա ընդ որում որ նայում ես ուրա գնացել, այդ արտոնությունները տրվել է Սամվել Ալեքսանյանի ձեռնարկատերերին, որ իրենք բան բերեն, հումք բերեն, որից հետո շաքար են սարքում։ Ինչը նշանակում է, որ այդ արտոնությունները տալով եւ ավելի շատ են ամրապնդել այն չարաբաստիկ բանը, մենաշնորը, շաքարի վաճառքի, որը ունի Սամվել Ալեքսանյանը, որի մասին մենք խոսում ենք Նոյի թվերից կամ Նիկոլի թվերից, բայց հիմա էլի այդ բանը, Նիկոլի թվերը չեն ավարտվում։ Հիմա այսինքն այս մարդիկ այդքան որ խոսում են հակակոռուպցիոն, չգիտեմ ինչ, հեղափոխություններ են անում, մենաշնորհները պետք է բան անեն, ինչ է, այդ նույն մենաշնորհները գործում են։ Ընդ որում մենք այդ մեր նախագծի մեջ նաև ունենք այդ օրենքը, որ արդեն տարիներ շարունակ ուզում ենք անցկացնենք, բայց չի հաջողում, որ սպառման ապրանքների շուկաներում որևէ ձեռնարկության բանը դիրքը սահմանափակենք 33%-ով։ Դա վաղուց, ասենք մշակված օրենսդրություն է, բայց չեն անում ու շարունակում են նույն պրակտիկաները։ Քանի որ խոսեցինք խոշոր կապիտալից, այստեղ նաև մի հարց է առաջանում, որը հանրությանը հատկապես հուզում է, թե ինչու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փոխանակ պաշտպանի ձեր տեխնացությունը կոչ արեց քվեարկել Սամվել Կարապետյանի օգտին, եւ շատերը տարակուսում են, եթե կարծես թե ձեր առաջնորդը չի հավատում ձեր ցուցակի հաջողությանը, ապա ինչու պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Որտեղ ես ճանաչում եմ որպես պրոֆեսիոնալ ժուրնալիստ, Տեր-Պետրոսյանը այդպեսի բան չի ասել, ինքը կոչ չի արել քվեարկել Սամվել Ալեքսանյանի կողմը, ինքը ըստ էության հարց չի։ Սա ըստ էության չի կարելի այդպես վերագրել իրան այդպեսի բաներ։ Ինքը ընդհանրապես ասել է,
որ Սամվել Կարապետյանը կարող է իր շուրջը համախմբի անդիմությանը։ Եթե դա լիներ, այդ դեպքում ինչու ոչ դուք։ Ինչով է իր առավելությունը ձեր առջև։ Դե եկեք մի քիչ իրատեսական վերաբերել։ Եթե խոսքը համախմբման մասին է, այո, ես էլ եմ համարում, որ պոտենցիալ համախմբման ավելի շատ ուներ Սամվել Կարապետյանը, քան թե որևէ այլ անդիմադիր գործիչ, որը խաղում էր դաշտում։ Այդ բանը ճիշտ է, բայց ինքը չգնաց այդ սցենարով։ Դա Բիձինա Իվանիշվիլի սցենարն էր, որը ի տարբերություն մի հատ ուրիշ բան կար, օլիգարխ կար, այդպես վրացական։ Ով չգնաց այդ սցենարով, Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը չգնաց այդ սցենարով, որ ստեղծի համազգային ֆրոնտ քաղաքական ուժերին ներգրավելով, որ ժողովուրդը ընկալի, որ սա մի հատ մեծ համազգային ճակատ է կամ շարժում է, որտեղ ներգրաված են բոլոր կարևոր քաղաքական անդիմադիր դերակատարները։ Ինքը չգնաց այդ ուղղությամբ։ Տեր-Պետրոսյանը ասում էր, որ այս է ճանապարհը, եթե գնաս այդ ուղղությամբ, դու կարող ես դա անել։ Ինքը չգնաց այդ ուղղությամբ։ Հիմա ես չեմ մեղադրում իրան, ամեն մեկը ստրատեգիայի ընտրության հարցում ունի բացարձակ իրավունք, բայց համախմբումը չկարողացավ, եթե դուք տեսնում եք։ Բայց նույն Բիձինա Իվանիշվիլի օրինակը երբ բերում ենք, մենք աչքի առաջ ունենք նաև Վրաստանի օրինակը, որ այսօր շատ վատ հարաբերություն ունի թե Եվրամիության երկրների հետ, թե Միացյալ Նահանգների, թե վիզաների ազատականության գործընթացն աստիճանաբար կազմում։ Արդյոք դա լավ սցենար է ինքնիշխան Հայաստանի համար։ Չէ, երբ մենք այդտեղ խոսում ենք իշխանությունը վերցնելու քաղաքական մեթոդոլոգիայի մասին, թե ինչ դու կանես հետո այդ իշխանությամբ, որը դու վերցնում ես, դա արդեն ուրիշ պատմություն է։ Իշխանությունը արդյոք վերցնում են, թե ընտրվում են։ Չէ, իշխանությունը վերցնում են ընտրվելու միջոցով։ Ուրիշ ձև ու գիտեք, չէ, կա, ուրիշ ձև էլ կա։ Կարելի է վերցնել իշխանությունը տերորի միջոցով, հեղաշրջման միջոցով, բայց մենք հիմա փառքաստով խոսում ենք ընտրությունների միջոցով իշխանությունը վերցնելու մասին։ Հա։ Չնայած ես իմ մեջ արդեն մտավախություններ են մտնում, որ մի քիչ շատ է սեղվում իրավիճակը եւ Հայաստանում կարող են լրիվ ուրիշ սցենարներ գնալ, հատկապես այս շատ կարևոր թեմա եմ համարում այն հանգամանք հաշվի առնելով, որ Հայաստանի պատմության մեջ նոր անգամ առաջին անգամ գերտերությունները իրենց խաղադրույքները կատարում են մեր ներքաղաքական ընտրությունների վերաբերյալ։ Առաջին անգամ մեզ գալիս են ամերիկացիք Ջեյ Վենսը, ֆրանսիացիք Մակրոնը, Կայա Կալասը, բան, ասում են, որ մոռացեք Ռուսաստանի նախագահին, որը Կրեմլում հայտարարեց, ասեց, եթե թույլ տակ ես կշարունակեի եւ չէի մոռանում։ Այդ դուք որոշեցիք, որ ես մոռացել եմ, ես չեմ մոռացել։ Ուրեմն նրանք անում են հայտարարություններ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի լինել վարչապետ։ Հեսա Ռուսաստանն էլ կհասնենք, բայց մի հատ ավարտենք ես, բայց ինձ համար սա ամենաապշեցուցիչն է, որովհետեւ ես ժողովրդավարությունը տենց չի պատկերացնում։ Ես պատկերացնում եմ, որ ժողովրդավարությունը նշանակում է, որ ժողովուրդը ինքն է ընտրում իր ղեկավարին, եւ ոչ թե կոպտորեն իր ներքին գործերին միջամտում են եւ ասում են, այս մարդը պետք է ընտրվի։ Ասենք Ջեյ Վանսը մի հատ փորձ արեց Հունգարիայում միջամտելու բանի այդ Հունգարիայի ընտրությունների մեջ Օրբանի օգտին, այնտեղ ժողովրդավար, այսինքն Հունգարիայի ժողովուրդը որոշեց, որ ախպեր, դուք մեզ մի ասեք ով դիլնի, ուրիշ մի վարչապետ ընտրեց։ Հիմա այստեղ ինձ համար սա կներեք անընդունելի միջամտություն է, Ռուսաստանն էլ ակնարկներով, ոչ անուն տալով, ակնարկներով չեն բանի Պուտինի, Փաշինյանի այդ բանի ժամանակ, այդ հանդիպման ժամանակ, երբ որ Պուտինը ինչ-որ բաներ ասեց ռուսական քաղաքացիություն ունեցող գործիչների մասին, ըստ երևույթին նկատի ուներ Սամվել Կարապետյանին։ Թեև իր անունը չի տվել, բայց վստահաբար երևի կարելի է այդպես Все знают, что это был слоник. Հա? Все знают, что это был слоник. Հա, դե ուզում եմ ասեմ, հասկանում ենք ինչի ում մասին է խոսքը գնում, եւ սա իմ կարծիքով ահավոր զարգացում է, որտեվ երբ որ Արևմուտքը եւ Ռուսաստանը իրանց վարչապետներին նշանակում են կամ տեխնացուներին նշանակում են, սա նշանակում է մի բան, որ Հայաստանում դառնում է վտանգավոր սպառնալիք պրոքսի պատերազմի սերմանումը Հայաստանում։ Այսինքն
Փաստորեն ու բարձա չէ որ երկու կողմն էլ ինչ որ գումարներ են այս ամեն ինչի մեջ շփում, ինչ որ տարբեր կանալներով այս գործընթացներին օգնում են եւ Հայաստանում ձևավորվում է արևմտամետների եւ ռուսամետների պայքար։ Ամենավտանգավոր բանը մեզ համար հատկապես անընդունելի է սա, որտեղ մենք անկախության հիմնադիրն ենք Հայաստանի, մենք անկախական ուժ ենք եղել եւ շարունակում ենք մնալ անկախական ուժ, ու հիմա անկախական դիրքորոշումը մեզ համար կարևոր է նաև որպես անվտանգության երաշխիք, որը կարող է մեզ հեռու պահել պրոքսի կամ հիմա ուրիշ բառեր են ասում հիբրիդային պատերազմից։ Հիբրիդային պատերազմ բառերը չեմ ընդունում, որովհետև դա ընդհանրապես էվֆեմիզմ է, նրա համար խոսքը որ փոխարինեն միջամտության հարց է։ Իսկ երբ որ միջամտում ես, հա, դառնում է հիբրիդային պատերազմ։ Մի միջամտեք, թողեք հայ ժողովուրդը ընտրի իր ղեկավարներին։ Շնորհակալություն պարոն Զուրաբյան, ես ավելի քան վստահ եմ, չէ, ես մի հատ կոչ եմ ուզում անեմ, բանը Հայ ազգային կոնգրեսի անունից, Հայ ազգային կոնգրեսի դերը եւ ձեր ձայնը Հայ ազգային կոնգրեսին տալը նաեւ նշանակություն ունի այս առումով, որովհետեւ ինչքան մենք ամրապնդվենք, այնքան ավելի մեծ պոտենցիալ կունենանք թույլ չտալու, որ Հայաստանում զարգանա այդ վտանգը պրոքսի պատերազմի, այսինքն միջնորդավորված պատերազմի Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև։ Սա մեր երկրի վրա կախված վտանգ է, որը պետք է խափանել ուղղակի անկախական ուժերի օգտին քվեարկելու միջոցով։ Շնորհակալություն պարոն Զուրաբյան, հարցազրույցի համար մաղթում եմ ձեզ հաջողություն։ Ես ավելի քան լիահույս եմ, որ Հայաստանը հավաքական, Հայաստանի Հանրությունը հավաքական իմաստով շատ ողջամիտ է եւ միշտ կարողանում է առաջնորդվել այդ ողջամիտ, ռացիոնալ, թեկուզ վերջին պահին, ծայրահեղ պահերին միշտ այդ ռացիոնալ զգացումով եւ խելամիտ։ Շնորհակալություն։ Ես կիսում եմ այդ հույսը, ես էլ եմ հավատում, որ այնուամենայնիվ հունիսի 7-ին հայ ժողովուրդը կկատարի շատ խելամիտ ընտրություն։ Շնորհակալություն։ Տաղավարում զրուցում ենք Հայաստանի ազգային կոնգրես կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի հետ։ Շարունակեք իրադարձությունների զարգացմանը հետևել Առաջին լրատվականի եթերում։